Այ ընկեր, քեզ մերժել է ժողովուրդը, այս ժողովուրդը քեզ լարել է, հիմա ուզում ես հələ այդ Ներսիսյանին հələ ասում են գնա, էլի ինքը կարա իր կամքով գնա, դու հիմա գնում ես այնտեղ, որ իրանն էլ այդքան ժողովուրդը լարեն, քո հետ միասին։ Ասում է բանա, պարոն Խաչատրյանն էստեղից ասում է, որ ճանապարհով է եկել հացահատիկը։ Պարոն Խաչատրյան, ասեմ, այն որ դու բան ար, եթե ձեր շեֆի Քոչարյանը Ռոբերտի ժամանակ այդ երկաթ գծերը չքանդեին տանեին ծախեին, օրինակ դու այդ ճանապարհներն ավելի լավ կիմանաք, դու եկեք առու վաճառ կարել այդ ճանապարհները, որ այդ ռելեսները քանդե անել, տարել են ծախել են, շպալներն էլ տարել վառել են։ Մեզ եք հարցնում որ ճանապարհ, ወይ ճանապարհները պետք է սարքենք, այնքան գործ ունենք, այնքան ձեր քանդածները մինչև սարքենք, կյանքներից կեսն այդ գնա։ Ասում է խաղաղություն եք ասում եւ այլն եւ այլն։ Խաղաղության ինչի համար եք այդքան դեմ, հասկանում եմ ինչի համար եք այդքան դեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 26 թվականին ձեզ անես մի բան է ասելու, որ դու ձեր ամբողջ կյանքում չեք մոռանալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է խաղաղության։ Թե չէ դուք արդեն ինչ-որ պայմանավորվածություն ունեք երևի, որ ասես պատերազմ անենք, սենց անենք, այս երկիրը սարքենք միութենական պետություն, ծայրագավառ սարքենք, այնտեղ կասենք դե այս իշխանությունը չի լինելու, այդ ձեր երազանքները թողեք, իջեք գետնի վրա եւ հաշտվեք այն հանգամանքի հետ, որ ձեզ այլևս ժողովուրդը մերժել է եւ վստահ եմ մերժելու է։